որ Վարչով են մնալ։ Հա, դուք Արցախցի եք։ Այո, Խոսեք։ ու աշխատավարձ ես։ Ես 3 տարի աշխատում եմ, Արցախից ենք եկել։ Որպես ինչ եք աշխատում։ Հիմա մենք ճիշտ ասած պարոն Ծառուկյանը շատ է մեզ օգնել։ Շատ է մեզ օգնել, շատ։ Որ մենք առաջ անգամ եկել ենք, գնացել ենք Աբովյան, ինքը Լիաննայի հետ, Սաղի հետ եկել են, ինքը մեզ աշխատանք տվել, տեղատվել, օգնություն։ Ճիշտ ասած, հիմա մենք տուն ենք վերցրել հիպոթեկով, հիմա աշխատանքը փակել են, ոչ մի ձևի, օրինակ պետությունից ես այն 4 միլիոնը որ պիտի տային չի տալիս, ասма չեմ տալիս։ Ասма տուն ես վերցրել, ուրեմն կկարաս փակես, բայց ես տուն վերցրել եմ հիպոթեկով, ասել եմ հիպոթեք եք վերցրել, վարկ ունեմ հիպոթեք, հիմա ես էլ փակել եմ, հիմա ոնց պիտի տանք։ Տեսնում են եկամուտ ունեն եւ դες այդ 4 միլիոնը չեն տալիս այդ։ Ինչ եկամուտ, մենակ ես եմ։ Մենակ ես եմ 140,000 աշխատավարձ եմ ստանում, դրանով ես էլ տալիս եմ 190,000 հիպոթեք, մենակ հիպոթեկը։ Աղջիկս է մեկ օգնում, բայց իրան էլ ընտանիք ունի, ինքն էլ է աշխատում է, որ պիտի իրան էլ տունին մնա, 2 անջափահաս երեխա ունեն, ինքն էլ անջախ իր օգնում է այնքան, որ տենանք ինչ է դառնում։ Շատ ենք մենք բողոքել, թե վարչապետին, թե նախարարին, սաղ մեր դիմումները ատկազ տուվել են, ասма չի հասնում, ասма հենա մարդկա, օրինակ 18 թվին ստեղ հիպոթեկով տուն է վերցրել, իրանցը փոխանցել են, ես 25 թվին հուլիսին վերցրել եմ, ասма քեզ չի հասնում այդ 4 միլիոնը, ասма ինչ որ մինչև հուլիսի 1-ը որ տվել են, մինչև հուլիսի 1-ը պիտի վերցրածես, ես հուլիսի 7-ին եմ վերցրել հիպոթեկով տուն, ասма չենք տալիս։ Եթե խնդիրը լուծում չստանա, ձեր աշխատավայրը չվերաբացվի, ինչ եք անելու։ Ես էլ չգիտեմ, դրա համար ուզում ենք, որ աշխատանքը բացի, թեկուզ քիչ, բայց դե մեկ է, աշխատում ենք տալիս, սաղ արցախցիներ են ստեղ աշխատում, սաղն էլ իրանց վարկեր ունեն, վարկերասաղ, ամեն ինչ։ Ճիշտ ասած, որ եկել եմ, չէ, պարոն Ծառուկյանը, Լիաննան, իրանք են մեզ օգնել բերել ստեղ աշխատել, չէ, մենք Աբովյանից են գալիս, օրինակ պարոն Բաբայանն, այնտեղ մենք սպորտ դպրոցում էինք մնում, մինչև այնքան տնից տուն ենք տեղափոխվել, ասма դու մենակ ես, քեզ ոչ մի բան չի ասում, ոչ մի օգնությունից չենք մենակ մարդը հաց չի ուտում, ոչ մի դեպի մեզ բան չեն տվել, էլի Մենակ պարոն Ծառուկյան, շատ, ես ցավում եմ պրոստ, որ լսել եմ պարոն Ծառուկյանը, որ շատ եմ ցավում, ճիշտն ասած։ Գորգ ջան, նայեք, ես տեխնիկական մասի պատասխանատու եմ շենքի։ Մեջտեղում սենց լավա մի քիչ հեռու։ Նայեք, ես տեխնիկական մասի